Առավոտից արցախցիներին ու երկիր ժամանած հյուրերին ամենահետաքրքրող հասցեն վերածննդի հրապարակն էր, որի ողջ երկայնքով զինտեխնիկա է դուրս բերվել ցուցադրության։ Մեծից փոքր պարտադիր ձգտում են նվիրական սելֆի ունենալ ապրիլյան քարորիային իրենց գործը փայլուն կատարած զենքերի հետ։ Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ, կալաշնիկովի գնդացիրներ, մարտավարական թռչողանոթաչու սարքեր, զենիթային գնդացրային համակարգեր, հոբ շարժական կառավարման կետ, մարտական թրթուրավոր մեքենաներ, այն զենքերն են, որոնք տեսակով գերակայող հակառակորդի պատերազմի դուրս բերած արսենալի մեծ մասը ջարդեցին։ Մասնակցել է ապրիլյան գործողությունների սկզբից մինչև ավարտը եւ մինչև դեպքերից հետո եղել է կենտրոնացման շրջանում, պաշտպանելով առաջնագծի տղաների թիկունքը։ Այս տարվա փետրվարին Արցախի պետական սահմանը խախտած դիվերսիոն գործողությունը կասեցնողներից Կարապետ Կարապետյանը կարճատև արձակուրդը որոշել է Ստեփանակերտում անցկացնել, որպեսզի անպայման մասնակցի եռատոնի միջոցառումներին։ Ապրիլյան պատերազմի արիության մեդալակիրը ասում է, մեծ պատիվ է Շուշիի ազատարարներին ճանաչելն ու նրանց հետ հանդիպելը։ Ինձ համար մեծ պատիվ է ստե գտնվեմ նույն մարդկանց հետ, ովքեր որ 25 տարի առաջ իրենց կյանքը վտանգի ենթարկելով այսօրվա մեր խաղաղ օրը ապահովել են։ Ազգային տոների շարքում արցախցիների թերևս ամենասիրելին մայիսյան եռատոնն է, որն առանձնակի տրամադրությամբ են միշտ նշանավորում։ Ամբողջությամբ զինվորական խորհուրդ գրող միացյալ 3 տոների տոնայնություն ապահովողը զինվորական նվագախումբն է, որի հնչյունների ներքո են անցնում միջոցառումների մեծ մասը։ Միշտ պատրաստ եմ։ Լավ, շնորհակալություն։ Շուշիի հաղթանակի ու Արցախի պաշտպանության բանակի քառորդարյա Հոբելյանի տոնակատարություններին անասելի շատ թվով հյուրեր էին ժամանել Արցախ։ Ռուսաստանաբնակ Գալինա Կոզմինան, որ առաջին անգամ է Ստեփանակերտում, խոստովանում է, որ շատ տպավորված է քաղաքի տրամադրությամբ ու որոշել է անպայման համապատասխանել օրվա խորհրդին։ Հատուկ մնացինք, որպեսզի տեսնենք ինչպես է հաղթանակի տոնն անցնում Ստեփանակերտում, եւ հատուկ հագել եմ տոնի խորհրդին համապատասխան։ Ափսոսում եմ, որ դստրիկիս ոչինչ համապատասխան չգտա։ Հաղթանակների եռակի հպարտությամբ են բոլորն իրար շնորհավորում։ Արցախի պաշտպանության բանակի սպաների հեռախոսի զանգերը գրեթե չընդհատվող են։ 25 տարեկան կառույցին շնորհավորել ու շնորհակալություն հայտնել շատերն են ուզում։ Տղամարդիկ կհասկանան 25 տարեկան ինչ է նշանակում են եռուն, արունը եռալու տարիքն է, կարևորը այն է։ Ալո։ Բարև։ Ապրեք, շնորհակալություն։ Փոխադարձը նույնը։ 25 տարի առաջ այս օրն այս գույներով դժվար էր պատկերացնել, բայց ազատ ու անկախ Արցախը հզոր բանակով այլևս իրողություն է, որի հետ հաշտվելու ուղերձը նա ամեն օր հղում է ստեղծարար ու խաղաղ արարումով։ Մերի Դավթյան, Մայր Մկրտչյան, օրակարգ։